Բարլուս իմ շատ սիրելի բարեկամներ, հուսով եմ բոլորդ լավ եք։ Ես էլ եմ լավ, օրը կիրակիա, առավոտից մեկ որոշեցինք դուրս գանք Աշոտի հետ, գնանք կամ Բրյուսել, կամ միտեղ գնանք ման գալու։ Դե որ իրիկունը չենք որոշում, առավոտ մի քիչ բան ա, էլի հատկապես որ հստակ չգիտենք ուր գնանք։ Հետո ասինք լավ, գնանք, մեկ մտածեցինք Գենտ գնանք, մեկ մտածեցինք Բրուգե գնանք, մեկ մտածեցինք Բրյուսել գնանք, բայց Աշոտն ուզում է, որ անպայման ավտոբուսով գնանք, որ ինքը դե որ միշտ մեքենայով է, իրան հետաքրքիր ավտոբուսով, ինձ էլ է հետաքրքիր ավտոբուսով, ճանապարհին շատ բան ենք տեսնում։ Ավտոբանով ընկնում ենք արագընթաց ճանապարհի վրա գնում ենք, մենակ ճանապարհն է։ Այդպես մինչև ժամը 11-11-ից այդպես որոշում ենք որն անենք, որը չանենք, ուր գնանք, հետո նայեցի դե օրը կիրակի է, կիրակի օրերը մի քիչ տրանսպորտը ավտոբուսը ժամը 1 է գնում, այնտեղ նայում էի ուր որ գնանք Բրյուսելի այդ հյուսիսային կայարանը, այնտեղ նայում էի ինչ տեսարժան վայրեր կան, ինչ կան, որ կարան գնանք մի քիչ ման գանք, հետո ինչ որ հայտնի տոնավաճառ է լինում, մտածում ենք կարանք գնանք այդ տոնավաճառն էլ, բայց ոնց որ մինչև ժամը 2-ն էր լինում տոնավաճառը ու այդ տեսարժան վայրեր, թանգարաններ, բաներ կային, բայց այսօր փակ էին, այդպես կասկածանքով մնացինք, հետո հյուր ունեցանք ու պլանես ոնց որ փոխվեց, արդեն ուշ եղավ, ժամը արդեն հիմա 1-ն է լինում, հենց նոր մեր հյուրը գնաց ու մտածում էինք էլ Աշոտին ասեցի երևի ճիշտ չի էլի ժամին էլ ուր գնանք, դու հանգիստ քո գործերով զբաղվի, ես էլ հանգիստ իմ գործերով զբաղվեմ, Երևանից հետն էլ ինքան անուշ եղանակ է, ինքան սիրուն եղանակ, առավոտ արթնացել ենք Աշոտը գնացել այգու մարզվել է, ես էլ տանն եմ մարզվել, մեկ համոզեցի ասում արի գանտելներով մարզվենք, ես քեզ ցույց տամ ձևերը, իբր ես պրոֆեսիոնալ եմ, իրան պիտի ցույց տամ էլի, դե ինչքան որ գիտեմ, այն էլ չէ, չհամաձայնվեց, ասեց ես գնում եմ այգու մարզվելու, վերջը ինքը գնաց այնտեղ մարզվեց, ես գանտելներով մարզվեցի, այդպես ինչևէ ինքը հիմա գնաց, ես էլ որոշեցի Երևանից այս պատրաստի խմորա, քեյք պատրաստելու համար, բիսկվիտներ պատրաստելու համար, այս արդեն մի քանի ամիս է նվեր ենք ստացել ընդ որում, ու ասում եմ քանի ժամանակը չի անցել, ժամկետը չի անցել, կարելի է պատրաստել, հատկապես ամեն ինչ մեջն է արդեն, մենակ ինձ պետք է լինելու կարագ 100 գրամ, 100 մլ կաթ ու 2 հատ ձու, դրա համար հիմա բացեմ նայեմ, ես չգիտեմ ամանները մեջը կան թե չէ, եթե չէ ես երևի կունենամ այդպիսի ամաններ, ուրեմն բացենք Ժողովուրդ ջան, Ես դատակ կամերանի չասեմ, որ ձեզ էլ ցույց տամ։ Ես դատակ եմ, կալորյան քիչ է, նայել եմ, ամել դե այսպես հո չէի թողնելու, պետք է օգտագործվեր, ես շատ վաղուց բան չեմ թխում, չուտելու համար զուտ, չչաղանալու համար, բայց թե չէ սիրում եմ թխել, հաճույքով կթխել, ուղղակի ստիպված չեմ թխում, ստիպված չեմ թխում, ուրեմն այս մի հատ էլ երևի գտամ, բերեմ, կամ դռնակ բերեմ, որ կարագը շուրտա մեջը, եսա խառնուրդը արդեն, ինչ որ կա մեջը, այս կարագը, բայց կարելի է մի քիչ մանրել, նոր լցնել, որ ավելի հեշտությամբ հարի միքսերը, սենյակային ջերմաստիճանը պետք է լիներ, իրիկունն եմ հանել դրել, որ մի քիչ փափկի, ինքան անուշ եղանակա, որ այգին փակել էին, ինչ-որ միջոցառում էր, համերգ բան էր, ոնց որ իրիկունը ձայնը լսվում էր, Աշոտը որ գնաց մարզվելու, ասում անտեղ ոնց որ երեք պետք է վերջաներ, բայց հələ հավաքած չէր էլի, ինչ որ դրել էին լույսեր, բաներ, ուրեմն կարագը կլցնեմ, կաթը կլցնեմ, ու մի անգամից ձուներ կլցնեմ, մեր տանը որ միշտ ուփերով ձու է լինում, այսօր 2 հատ ձու է մնացել ընդամենը, շատ ենք օգտագործում ձու, գնացի առավոտ հաց առնելու, ասեցի ձու էլ ընդեից բերեմ Կարֆուրից,
բայց չառը, ճիշտն ասած, այն փոքր ձվերից էին, 6 հատ ձու, արժեին 2.70, չառը, ասեցի, վաղը կառնենք, Լիդլից այնպես չի, որ հենց հիմա ինձ պետք է, որ 12 հատի գնով 6 հատ ձու առնեմ։ Ահա, հիմա այս պետք է հարեմ, մոտավորապես մի րոպե, հարեմ ու կմիանամ ձեզ։ Հարեցի, մի րոպե, ոնց որ գրած էր իրա վրա, հիմա որոշեցի կակաո ավելացնեմ, քան որ կրեմ չեմ ուզում անեմ, ավելի շատ կալորիաներ չընդունենք ու ուրիշ ոչ բան չեմ ուզում վրան լցնեմ, դրա համար որոշեցի կակաո ավելացնեմ, 2 թեյ գտալ կլցնեմ, թող լավ մուգ լինի գույնը, կակաոն շատ օգտակար է, այսպես մի քիչ ավելի հետաքրքիր կլինի, քան թե սպիտական էի։ Հիմա ջեռոցը միացրել եմ տաքանա, քանի որ ջեռոցը արդեն զբաղեցրել եմ, ձուկ եմ դրել, պետքա ձուկը եփվի, հետո նոր սաթխեմ, այս կլցնեմ ամանների մեջ, մինչև այդ ձուկը պատրաստ կլինի կհանեմ ու կթխեմ։ Հիմա սա ուղարկում եմ ջեռոց, 22 րոպեում պետքա թխվի։ Մաֆինսներս պատրաստ են արդեն, հանել եմ ամաններից, թղթից, ձեթը փչել է ճիշտ էր, ավելի հեշտությամբ դուրս եկավ, բայց ամանները, քանի որ սիլիկոնը փոքր էր, իսկ թղթերի այդ ամանները, ձևաթղթերը ավելի մեծ էին, մի քիչ կողքերը այսպես ոնց որ բան ա եղել, հավաքվել ա իրար վրա, բայց ընդհանուր շատ լավ ա ստացվել։ Բարլույս սիրելի բարեկամներ, օրը երկուշաբթի ա, սիրուն աշնանային օր ա, առևտրի ենք գնում, աշոտը ինձ ա սպասում, պետք ա մի հատ էլ մտնենք բժշկի մոտ, պայմանավորվել ենք, այսինքն բժշկի քարտուղարուհուց պետք ա մի հատ թուղթ վերցնենք ու նոր գնանք խանութ առևտրի։ Լավ եղանակը այսօր չէ։ Երեգել եմ։ Ներքև գնանք կարող ան դե ազատ տեղ լինի։ Չկա տեղ։ Ինչ կողմը երևի նայենք, հա։ Չնայած կարաս դե մի պա քաշես աչի վրա կանգնես, հա։ Պետք է վերցնես շուտ գաս էլի։ Հանդե կամ ձախի վրա շուտ գնա ձախ։ Դու մեջն ես մենա։ Հա։ Այստեղ։ Ոչինչ, մի րոպե չի տևելու վեր սրա արի։ Չես սիրուն։ Արևա։ Մի րոպեով պետք է կանգնենք բժշկի պրակտիկի մոտ ենք, այսինքն բժշկի մոտ ենք եկել, պետք է շուտ մի հատ նամակ վերցնի բժշկից, գնալու է ստուգվելու, այդ նամակը իր բժիշկը, ընտանեկան բժիշկը նամակ ա գրել մասնագետի համար, հիմա այդ ա գնում վերցնի, որ գնանք ստուգվելու, այդ նամակը հետը վերցնի։ Զանգել էի առավոտ քարտուղարուհուն, ասեց բժշկին կասեմ թող գրի պատրաստի, գրել պատրաստ դրել ա, զանգեց ասեց պատրաստ ա, կարա գաք մինչև ժամը 1-ը վերցնեք, հիմա քան որ դուրս էին գալու, աշուտն ասեց գնանք մի անգամից նամակը վերցնենք, նոր գնանք առևտրի։ Ասեցի դե իջի դու վերցրա ու արի գնանք առաջ, գնանք մեր առևտուրն անենք։ Այդպես սիրելի բարեկամներ, շատ լավ օր ա, սիրուն, այնքան լավ օր ա, երեկ էլ էր լավ օր, բայց երեկ հեչ հավես չունեի դուրս գալու, բայց իրիկունը ինձ ստիպեցի, այսինքն աղջիկաս հետ մենակ չգնացինք, քայլեցինք, ահագին շատ քայլեց, այնի շատ չէր, բայց մի 6000 քայլ արեցինք, այգում ենք քայլել, ահագին լավ էր։ Հիմա այսօր էլ առավոտ որոշեցինք աշոտի հետ գնանք մարզվենք, հետո ինչ որ ուրիշ պլաններ առաջացան, ես իհարկե մարզվեցի, կանտելներով մարզումներս արեցի, 15 րոպե մարզվել եմ։ Այս աշոտը վերցրեց եկավ։ Ու էլ չգնացինք մարզվելու այգի։ Վերցրիր աշոտ։ Բարև ձեզ, ողջունում եմ։ Մեր մոտ օրը շատ արևոտ պայծառ օր է,
Ցանկանում եմ բոլորիդ առողջ տրամադրություն։ Ուրախ բարձր տրամադրություն նամակը վերցրեց, բայց չկանա որ փակ չի։ Չեմ փակ։ Հա, ինձ թվում էր պետքա փակ տամ, որ մենք չկարողանք ինչա գրած, բայց դե պետքա գրեր, որ ուղղորդ էր էլի, հա, էլի գաղտնի բան չկա, ուղղակի ուղղորդում էր մասնագետի մոտ։ Այ մտնելուց միշտ փակ է, բայց դուրս գալուց ավտոմատ բացում արդեն։ Եսա մի հատ շուտ տոմ սվերցնի։ Որ էլ պետք չի գալիս, թեն չի Պետք չի գալիս, հա։ Փող են տալիս, դա թուղթ են լցում մեջը, փչացնում են։ Անտեղը թուղթ են փչացնում։ Կլենտների քանակը կարող հաշվել նաև իրաց կասեի չեկերով։ Մեքենա քիչ կա, երբ խանութում քիչ մարդ կլինի, մի հատ վերցրա շուտ։ Հատուկ են մեքենաներ են կանգնած խանութում երևի շատ մարդ չկա։ Կամ էլ ոտքով են եկել մոտիկ փողոցներից գալիս են քաշոտի պայուսակներով կամ մեծ պայուսակներով ուղղակի դες բռնած գալիս առևտուր են անում։ Մի ժամանակ մենք էլ էինք այդպես անում, որ մեքենա չունեինք, նոր էինք եկել Բելգիա։ Իդլով վերցնեմ։ Մալինան արշի կիլոն 20 եվրո։ Կարմիր սմառոցինան կիլոն արշի 14 եվրո։ Սրանք թեյեր են։ Avocado. Cello. Վարունգի թթու, այս ոնց որ գերմանական է։ Երկու հատ հավի վերցնեմ երշիկներից, մի հատ էլ հավի երշիկ Սենյայի համար ու նաև իմ համար։ Մի հատ պանիր։ Պանիր երկու հատ։ Պիցայի պանիր։ Բուտերբրոդի պանիր, մի հատ, յոգուրտ մրգի պտուղներով։
Ասեր վերցնեմ 2 հատ, քամի հատ էլ տանն ունեմ։ Էսի շնոր կարակ է, մի հատ վերցնենք, տեսնենք ինչ կարակ է։ Հաց բրուսելյան կաղամբ ստացել է, չկար ահագին երկար ժամանակ։ Մի հատ վերցնեմ սառած։ Այս սառած բանջարեղ են, դուց ամեն ինչ մեջը կա մի ալկանից։ Կիֆիլե։ Ամաններից կարելի է հանել դեմ դնել։ Մի հատ պրոշուտո վերցնեմ։ Սլոգներից վերցնեմ։ Մի հատ ծիրանի ջեմ։ Մի քանի հատ վերցնեմ։ Մի հատ աղ կասայի մոտ հիշեցինք, որ ընդուշ չենք վերցրել։ Այդքան էլ քիչ մարդ չկար ներս, ավելի շատ երևի մեքենաները դուրսն էին կանգնած, իսկ մեր խանութի մեջ քիչ մարդ կլինի, համ էլ արդեն դպրոցի ընդմիջման ժամը աշակերտներ էին շատ եկել։ Բանման են առնում իրանց համար, հենց խանութի մոտ սեղան կա դրած, սեղան նստարաններ նստած ուտում էին երեխեքը։ Ուտում էին, այսինքն ինչ, մեր չիփս կամ ինչ-որ կոլա բան են խմում։ Առևտուրը տեղավորենք ու գնանք։ Տեղավորեցինք, վերջացրինք։ Աշուտը տարավ սայլակը կանգնացնի։ Գնանք տուն, տեսնենք ինչ ենք անում ժողովուրդ ջան։ Կարելի ասել համարյա թե շաբաթվա առևտուր էր այսքանը, բայց մի սպան ամեն ինչ ունեինք, էլի դրանք առլեինք։ Գնացինք։ Ընդհանրապես վարորդի կողքը նստողը ավելի շատ է, չէ՞, տեսնում ամեն ինչ, քան հենց վարորդը։ Հենց որ Աշոտն մեքենայի ղեկին ես անընդհատ կողքից խոսում եմ, անընդհատ խոսում եմ։ Անգամ որ կողքը նստած նկարում եմ, էլի ուշադրություն ես երթևեկությանն է։ Անենք առևտուրը դարձարկենք։ Ես գնա։ Դու գնաս, ես էլ իմ գործերով եմ, այսինքն պետք է հատ սարքեմ, ճաշ պետք է սարքեմ։ Խփել են սրան։ Դու մեզ չխփեն այ մարդ։ Այդ հին խփած էր թազա չէր։ Այսօր ասեցինք, չէ ժողովուրդ ջան, օրը երկուշաբթի է։ Ես պետք է աշխատեի,
Այսօր պետք է աշխատել, շաբաթ օրը ազատ պետք է լինի, բայց այս տոնական օրերի հաշվին, որ կարողանում ենք բան վերցնենք, ազատ օր վերցնենք վճարովի, էլի։ Իմ ոչ աշխատանքային օրը, որ լինում է տոնական օր, ասենք այդ օրը ազատ պետք է լինի ու հետնել տոնը, այսինքն մյուսներն էլ չեն աշխատում, այդ օրը ես կարամ ազատ օր վերցնեմ վճարովի։ Այ այդ օրն եմ վերցրել այսօր, դե որ պետքա 4 օր իրար հետևից աշխատեի, ասեցի գոնե 2 շաբթի ազատ կլնեմ շաբաթ կիրակի հետ, 3 օր տանը կլնեմ, վաղն օր գործի կգնամ, 4 շաբթի օրն էլ եմ փոխել, պետքա Աշոտի հետ գնամ, ինքը հանդիպում ունի նշանակված, 4 շաբթի պետքա ազատ կլնեմ, ուրբաթ օրը կաշխատեմ, ուրբաթ օրերն էլ միշտ խանութը շատ մարդ է գալիս։ Այստեղ կանգնենք, մեր առևտուրը դատարկենք, մեր տան դիմաց մեքենա կա կանգնած, չգնանք մտնենք հարևանի գարաժ, մենք առևտուրը դատարկենք, Սովոր ջան, այ հիմա կուտես, հետո էլի հետ կտաս, միշտ այդ ենք ուտում է, հետո հետ է տալիս, Քսենիա, Ես մեծ ամանով հավի կրսկամիսն եմ առել, կիլո կեսա մեջը, կիլոն իջել էր 7 եվրո, ահագին լավ գին է, շատ լավ գին է այս կասեի, ահագին չէ, ես հիմա այսքան մի անգամից չեմ ուզում սառացնեմ, առանձնացնեմ, պորցիա էլի, ոնց որ սառացնեմ, որ պետք գալուց բան չանեմ, էլի ամբողջը սառացնեմ, հետո ամբողջությամբ հալացնեմ, պես երևի 2 հատով տնեմ, հավի կրսկամիսը ես ու Քսենյան ենք ուտում, ամեքի մեջ 2 հատ, որ երբ որ պատրաստեմ, մի անգամից համ իմ համար կեփեմ, համ էլ Քսենյայի, Քսենյայի համար տեղ խաշում ենք հենց այդպես, այս մեկը երևի 3 հատ մի անգամից տնեմ, Ես գնաց սարսարան, կոլագենը որ քաղցրա չեմ կարողանում ջրի մեջ բացած խմեմ, դրա համար ամենահարմար տարբերակը մածունին խառնելն է, 2 ճաշի գտալ կլցնեմ, այսքան դեռ ունեմ, 2 ճաշի գտալ սրանից ու մածուն կլցնեմ, այսպես գոնե այդ քաղցրությունը շատ չի էլի ինձ բանանում, չեմ կարում քաղցր ուտեմ ես, Ես կարող որպես միջուտ ես լինի, մածունը մի անգամից երևի վերջացնեմ, որ էլ ամանի մեջ չմնա, շատ եմ սիրում, ես մածուն մենք շատ ենք սիրում ու շատ ենք ուտում, հունական յոգուրտը, նատուրել, բնականը, այսպես խառնեմ, այսօր քանի որ նախաճաշի ժամանակ արդեն սերմեր օգտագործել եմ չիայի, կտավատի ու քունջուտի, էլ հիմա սրա վրա չեմ լցնի, հենց այսպես, որպես միջուտես կօգտագործեմ, քաղցրությունն էլ հերիք է արդեն, դրա համար միշտ կամ հատապտուղ չեմ լցնի մեջը, այսօրվա ճաշը կարոխով ապուր է, մեջը մի քիչ գազար եմ քերել, մի քիչ թթմիկ եմ կտրատել, կարտոշկայա սովորական, սուպու մի քիչ էլ քաղցր պղպեղ եմ լցրել, կանաչին էլ համեմ ու մաղադանոսը։